Ողջույն։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարում է պատրաստ ենք Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները, երբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Արդյոք կստորագրվի այդպիսի պայմանագիր, հաշվի առնելով, որ Ադրբեջանը պայման է դնում փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Հայաստանի իշխանությունն ասում է, այս պահանջը չի ընդունում եւ պատրաստ է հիմա ստորագրել այդ պայմանագիրը։ Հայաստանի կառավարող ուժը չնայած չստորագրմանը պնդում է խաղաղություն է հաստատված Ադրբեջանի հետ եւ պետք է խնամել այն, որպես խաղաղության ապացույց կառավարող ուժը բերում է սահմանին հակառակորդի գնդակից զոհ չլինելու հանգամանքը առնվազն 1 տարի 8 ամիս, բացի այդ Ադրբեջանը վերացրեց դեպի Հայաստան բեռնափոխադրումների շուրջ 3 տասնամյակ տևած արգելքը։ Ընդդիմությունը կտրուկ համաձայն չէ, սուր քննադատում են կառավարությանը ժողովրդին խաղաղության խոստումներով մոլորեցնելու մեջ։ Ադրբեջանը չի անել զորքը Հայաստանից, ինչպես նաեւ գերիներին չի վերադարձրել, խոսում է ադրբեջանցիների Հայաստան վերադարձից ընդդիմությունը հարցնում է, սա է արդյոք ձեր խոստացած խաղաղությունը պատերազմի, թե խաղաղության է բերում այսօրվա կառավարող ուժի քաղաքականությունը։ Ֆակտոր TV-ում բանավիճում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ եւ падգամավոր Արման Եղոյանը, ինչպես նաեւ Հայաստան խմբակցության падգամավոր դաշնակցական Արթուր Խաչատրյանը։ Շնորհակալ եմ Ֆակտոր TV գալու համար։ Պարոն Եղոյան, ինչ փաստարկներով եք հիմնավորում, որ ձեր վարած քաղաքականությունը տանում է խաղաղության եւ ոչ պատերազմի։ Վերջին տարիների փորձով։ Եթե մենք նայենք սրանից օրինակ բացեք մամուլը, տեսեք սրանից 3 տարի առաջ ինչ էր ասում ընդդիմությունը, սրանից 2 տարի առաջ ինչ էր ասում ընդդիմությունը, ասում են, որ սա էլ հնարավոր չի, նա էլ հնարավոր չի, նա էլ հնարավոր չի, իհարկե, ասենք թե 10 նպատակից կարող է 7-ին հասնես, 3-ին չհասնես, այդտեղ հարցը այն է, ընդդիմությունը ցանկանում է, որ մենք այդ նպատակներին հասնենք։ Երբ կամաց մենք գրանցում ենք առաջընթաց, օգոստոսի 8-ից առաջ, օգոստոսի 7-ին, եթե տեղի ունենար այս բանավեճը, կամ եթե դուք հարցազրույց վարեիք պարոն Խաչատրյանի հետ, ասեիք վաղը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կարող է տեղի ունենալ այն, ինչը տեղի ունեցավ անկախ հետագա այսինքն անկախ գնահատականից թե ինչ է տեղի ունեցել, բայց փաստը նախաստորագրվել, ուրեմն հայտարարությունը երկկողմ ԱՄՆ նախագահի վկայությամբ, Հայաստան ԱՄՆ երկկողմ հուշագիրը, այսինքն ասեք այս ամեն ինչը կարող է տեղի ունենալ, կասե ինչ է օգոստոսի 7-ին։ Եթե դու մի ուղղությամբ, եթե դու չես քայլում մի ուղղությամբ, եթե դու չես գնում քայլում խաղաղության ուղղությամբ, կառուցում խաղաղության, բարձր չի հասնի, չես հասնի այդ խաղաղության։ Այսինքն կա խաղաղությունը, ընդդիմություն պարզապես չի տեսնում։ Գիտեք, հասկացեք, եթե կարճ ձևակերպեմ, հա, բայց ես չեմ ուզում էլի, այսպես մենք պրիմիտիվացնենք հարցը, դա, ասենք մի բաժակ ջրի նման չի, որ ասես, հիմա ես ճիշտն ասա, այստեղ կա մի բաժակ ջուր, թե չկա, խաղաղությունը հարաբերությունների համակարգ է, որի մեջ կարող են լինել խափանումներ։ Այսինքն կարող է միտեղ զբոյ տա այդ համակարգը, միտեղ չհասկացվածություն լինի, միտեղ պրոբլեմ ինչ-որ առաջանա, բայց հարցն է դա խաղաղության համակարգի գործունեություն է, թե կոնֆլիկտի համակարգի գործունեություն։ Կոնֆլիկտի համակարգի մեջ էլ կարող են լինել չպատերազմի էտապներ, չպատերազմի, հա, բայց դա չի նշանակի, որ դա խաղաղություն է։ Կոնֆլիկտային համակարգում էլ նման իրավիճակներ կարող են լինել։ Բայց հիմա մենք փորձում ենք կառուցել խաղաղության համակարգ եւ բնականաբար ընթացքում բախվում ենք խնդիրների, որոնք հետեւողականորեն լուծում են։ Լսենք պարոն Խաչատրյանին, պարոն Խաչատրյան, ինչ փաստարկներով եք հիմնավորում, որ կառավարող ուժի արտաքին քաղաքականությունը ավելի շուտ պատերազմի տանելու մասին եւ ոչ խաղաղության։ Ինչպես պարոն Եղոյանն ասեց, նայենք անցած ճանապարհին 18 թվականից այս քաղաքական ուժի վարած քաղաքականությունը, քաղաքապայմանագիր կուսակցության ասում ենք քաղաքապայմանագիր հասկանում ենք Նիկոլ Փաշինյան, բերեց պատերազմի, որովհետև պատերազմը օդում կախված էր 30 տարի, բայց պատերազմը նյութականացավ քաղաքացիական պայմանագիր կուսակցության օրոք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով, չմտածված այդ բրավադայի հետևանքով։ Փաստարկները շատ են, չգիտեմ, հիմա խոսենք թե չէ, եթե այսօրվա process-ն է խոսենք։ Հիմա եթե խոսենք այսօրվա process-ից, տեսեք, պարոն Եղոյանը շատ անկեղծ պատասխանեց, ասեց նույնիսկ չպատերազմի, այսինքն կան չպատերազմի էտապներ, նույնիսկ պատերազմի ժամանակ,
Ճիշտ հասկացա, չէ՞։ Կոնֆլիկտային հարաբերության Կոնֆլիկտի ժամանակ հիմա մենք ասում այն ինչ որ մենք ենք ասում։ Սա խաղաղություն չի։ Սա չպատերազմի էտապ է պատերազմական իրավիճակում, որովհետև երբ թշնամին քո տարածքից մի հատված օկուպացրել է, վերահսկում է քո ամենակարևոր ռազմավարական ճանապարհները, քեզ շրջափակման է ենթարկում, քո սահմանները փակ է իր հետ, դա սպառնում է քեզ, քո ներքին գործերին լկտիաբար միջամտում է, դա թշնամական գործողություններ են, դա հենց պատերազմն է, եւ մեր մտահոգությունը, մեր քաղաքականությունը ոչ թե ապահովել պատերազմական ժամանակ չպատերազմի էտապ, այնպես ինչպես մենք ունեինք մինչև 2020 թվականի սեպտեմբեր, հուլիս ավելի ճիշտ, մինչև անվաղ դիրքի ազատագրումը, այլ ընդհակառակը ունենանք հարատև խաղաղություն, հարատև խաղաղության։ Ինչը այն չեն անում, որ հարատև խաղաղություն ունենանք։ Դե հենց ինքը խոստովանեց, որ հարատև խաղաղություն չունենք, ունենք չպատերազմի։ Լավ, ունենք չպատերազմի էտապ։ Կա համակարգ, կա խաղաղության համակարգ, որը եւ կա կոնֆլիկտի համակարգ։ Ես ասում եմ երկուսի ընթացքում էլ կարող են լինել մեկի եւ մյուսի դրսևորումներ, ես դա եմ ասում։ Համակարգից խաղաղության համակարգի չեն կանցել եւ չեն կել անցնելու։ Որևէ տեղ աշխարհում միակողմանի զիջումներով չես կարող ապահովել արդար խաղաղություն։ Այդ խաղաղությունը, որը միակողմանի զիջումների է բերում, դա կապիտուլյացիայի հետևանքով եղած օրինակ Վերսալի պայմանագիրը Գերմանիայի համար պարտություն էր, Ֆրանսիայի համար խաղաղություն էր, բայց դա խաղաղության էր։ Միակողմանի զիջումները, զիջումը շատ լավ, հենց թեկուզ են, որ դու իր տարածք դու Հայաստանի կառավարչելի անձամբ չեմ ուզում Հայաստանի իշխանությունները, Ադրբեջանի, Հայաստանի Հանրապետության տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան տրամադրում ես անխոչնդոտ անցման իրավունք, Ադրբեջանը Ադրբեջանի տարածքով Հայաստանի երկու կետերի միջև Երասխի եւ, ասենք Արարատի մարզի եւ Սյունիքի մարզի միջև քեզ անխափան հաղորդակցություն չի Շնորհակալություն պարոն Խաչատրյան, լսենք պատասխանը։ Ոնց է սխալ ասում։ Որովհետեւ այլ բան է գրած տեքստում։ Ինչ է գրած տեքստում։ Տեքստում գրված է փոխադարձ առավելություններով։ Եղբայր 2025 թվականի նույն առավելություններով։ Ոչ, այսինքն կա հստակ կոնկրետ մտնում ես դուրս ես գալիս եւ դա trip-ն է եւ ինչ որ անորոշ փոխադարձ առավելություն, որը ամենայն հավանականությամբ 4-րդ կարգից չունենա։ Հիմա թե մենք ասենք, օրինակ հիմա թե պարոն Անանյանը, ասի պարոն Խաչատրյան, դուք կարող եք խոսել ոչ ավել քան 3 րոպե, իսկ պարոն Եղոյան, դուք փոխադարձաբար նույն առավելություններով։ Դա ինչ կնշանակի, որ ես կարող եմ 2 րոպե թե 5 րոպե խոսել։ Փոխադարձ նշանակում է նույնը։ Ոչ։ Փոխադարձ բառի իմաստը նույնն է։ Նույնն է, փոխադարձ ուրիշ է։ Դու կարող ես ասես, գիտես, պարոն Խաչատրյան, դու կարող ես խոսես 3 րոպե, բայց պարոն Եղոյանը կարող է խոսի 2 րոպե, ուղղակի 2 րոպեն խոսելուց բացի կարող է օգտագործի նաև պրոյեկտորը։ Այդա փոխադարձ իսկ գրված է այդպեսի բան, որ կարող է ինչ-որ հավելալ բան օգտագործի։ Ոչ մի բան գրված չի։ Մենք ենթադրում ենք, որ մի վատ բան պետք է լինի, որտեղ ոչ մի բան։ Չէ, դուք օրինակ գրացնեք, գրացին 4-րդ կարգից հոյնը ներկայացնեք որպես շատ լավ բան։ Ադրբեջանին դու տրամադրում ես։ Լսեք, Արման Եղոյան, դեսած չի կարելի։ Արման Եղոյան, շատ լավ ու վատով չի։ Եթե Սադարակ Երասխ ճանապարհը չի վերականգնվում, դու չես ստանում Ադրբեջանի միջոցով անխոչնդոտ կապ Հայաստանի հարավի եւ Հայաստանի կենտրոնի։ Այսօրվա բյուջեի մեջ 26 թվականի համար այդ գումարը չկա դրա։ 26-ում չկա 27-ում կլինի։ Այ 27-ում ուրեմն trip-ը սկսեք կառուցել, ոչ թե Նիկոլ Փաշինյանն ասի 26-ի սկզբին ծրագրեր եք մշակում։ Խնդիրը գիտեք որն է։ Ախր խնդիրը Ռոբերտ ջան, պարոն Անանյան, պարոն Խաչատրյան, տեսեք, ընդդիմության հետ մեր խնդրեմը ինչի որ մենք նույն բանը տարբեր ձև ենք տեսնում։ Խնդիրն է, որ մենք տարբեր բաներ ենք ցանկանում տեսնել, հասկանում եք, տեսեք, այս նույն 4-րդ կարգի ծորենի հարցը, որը իդեպ Անխոչնդոտ բառը մեզ համար չկա, դա է ասում։ Եվ ոչ թե որովհետև գոյություն ունի իրավաբանական լեզու, հասկանում եք, իրավաբանական լեզու, այսինքն իրավաբանական լեզուն դա բան չի, պրոզա բան չի, պոեմ չի, որ դու ուղղակի ինչքան բառ, ինչքան ոնց ուզենաս գրես, ասում է ոնց է պայմանագիրը, ասում է կողմերը պարտավորվում են, չէ՞։ Բանը նրան վճարում է այսքան, իսկ նա փոխադարձաբար անում է սա։ Նա նրան փոխանցում է անում։ Օրինակ, մի րոպե, օրինակ ասում է, կողմերը պայմանավորվում են, սա նրան փոխանցում է օրինակի համար
100 մետր հող, իսկ մյուս կողմը անում է նույնը փոխադարձաբար։ Դա ի՞նչ է նշանակում։ Հա, բայց նույնը չի նշանակում, փոխադարձ առավելություն է ասում։ Դուք այդ Ադրբեջանից ներողություն Ղազախստան, առավելություն բառը գիտեք ինչի է գրած, այդ առավելություն բառը այնտեղ ինչի է գրած։ Քանի որ պարզ է, որ դուք ասելու եք ինչ է նշանակում անխափան, անխոչնդոտ, unimpeded, հա, օրիգինալ տեքստում, այսինքն առանց խոչընդոտի։ Hindered, բայց ոչինչ։ Չէ, unimpeded անգլերենում, բայց քանի որ արդեն պարզ է, որ դուք այդ բառը շահարկելու եք, որպեսզի շահարկում չլինի, ասվել է եղբայր, ինչ որ հասկանում եք սրա տակ, կլինի փոխադարձ։ Այսինքն սա ինչի է այդպես գրված։ Հիմա տեսեք, հասկանում եք, վեճը չի լինի, եթե մարդավարի գրեք։ Նմանապես եւ Ադրբեջանը Նախիջևանով տրամադրում է անխոչնդոտ անցում Սյունիքի եւ Արարատի միջև։ Վերջ հարցը կփակվեր։ Հա, բայց մոտ հարցը մենակ է, չէ՞, այնտեղ 1000-ումի առավելություն կարող է լինի։ Հիմա կարող է մենք օրինակ 1000-ում եք, բայց այդ մեկը թող չլինի։ Իհարկե, որտեվ դա երկկողմ իհարկե, տեսա, կարող է դա չլինի։ Նախիջևանով անխոչնդոտ անցում է, իհարկե։ Ասում ես իհարկե կարող է դա չլինի։ Ով ասես չլինի։ Դու ասես։ Ասում եմ 1000-ումի առավելություն կարող է լինի։ Ով կզբանա։ Ճանապարհի դիմաց անխոչնդոտ ճանապարհի դիմաց անխոչնդոտ ճանապարհ։ Տեսեք, ես չեմ եկել այստեղ ինչ-որ բան մանիպուլացնելու, ինչ-որ բան անելու։ Ով ես, ասենք, լուրջ ոնց որ մարդ եք էլի, ասենք, գրագետ մարդ եք։ Ես չեմ ասել, ես չասցի, ինչ եք հիմա աղավաղում։ Ես չեմ ասել կարողա չլինի, ով նման բան ասեց։ Ես ասում եմ Եթե մենք իրանց տրամադրում ենք x, գրած է x, դուք ասում եք, այս x-ը ինչ է նշանակում, հələ բացատրի, այդ ինչ բան է։ Դրա համար, որպեսզի վեճ չլինի, ասում ենք նայել փոխադարձաբար տալիս է x, փոխադարձաբար, փոխադարձ առավելությունները։ Հիմա եթե օրինակ, հիմա վաղը օրինակ պայմանավորվենք, որ այդ ճանապարհը գործելու է, այս ինչ կարգավորումներով։ Այդտեղ հետեւաբար մենք պիտի գնանք եւ ասենք, եղբայր, քանի որ սա բան է, դուք ասեք Այս ինչ առավելությունները ունի, իրանք էլ մեզ պիտի տան, այս ինչ փոխադարձ առավելությունները, ասենք, ինչ եք դուք այս ամեն բան Խաչատրյան, գիտեք, ազնիվ չի էլի դա իսկապես։ Երբ տեսեք, երբ մի բան, որ դուք գուժում եք, որ տեղի չի ունենալու, տեղի է ունենում։ Դուք ասում եք, որ այնտեղ գրված է լինելու, չգիտեմ, որ հենց նույն Ադրբեջանի նախագահն ասում է, չէ՞ որ բանը պետքա հայերի երես չտեսնի, պետքա դա պետքա լինի էքստրատերիտորիալ, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականություն։ Էլի ձեր խոսքերն եմ, չէ՞ ասում, բա ո՞նց է ճանաչել։ Բա ո՞նց է ճանաչել։ Հիմա ասում եք ցորենը, 4-րդ կարգի ցորենը, այդ 4-րդ կարգի ցորենը խոչընդոտով թե անխոչընդոտ է եկել Հայաստան։ Մատ այս հարցին ես խնդրում եմ օրինակ պատասխանել։ Հիմա 4-րդ կարգի ցորենը կամ երրորդ կարգի ցորենը, կամ ոսկին վաղը, կամ թրիքը, օրինակի համար։ Բայց պարարտանյութը ինչի պետք չէ։ Թրիքից ավելի լավ պարարտանյութ է։ Հայաստանում թրիքից ավելի լավ պարարտանյութը։ Շվեդիան իրականությունը զարգացեք, որ թրիք ունենա։ Շվեդիան աղբ է այսօր ներկայում, վառում է էներգիա ստանում։ Վաղը եթե Հայաստանն էլ այդքան զարգանա տնտեսությամբ, էներգետիկայով աղբը, կենցաղային աղբը, Շվեդիայի նման սաղ տարածաշրջանից հավաքենք, վերենք վառենք էներգիա ստանանք։ Այդ չի եկանը, այդ ինչ որ եկել է, խոչընդոտով թե անխոչընդոտ։ Լսեցինք ձեր հարցը, պարոն Խաչատրյան պատասխան։ Բայց այս հարցին պատասխանում եմ։ Այո, այս հարցին պատասխանեմ։ Առաջինը, իրավական որոշակիությունը պահանջում է, Հայաստանը տրամադրում է Նախիջևանի, այսինքն Ադրբեջանից եւ Նախիջևանի միջև անխոչընդոտ կապ։ Համարժեք իրավական որոշակիությունը պետք է ասի ուրեմն կապ Հայաստանի հարավի եւ կենտրոնի միջև։ Դա մենք չունենք, ավելին ասեմ։ Հունվարի 7-ին այս տարվա Ադրբեջանը նախագահը սկսեց էլի հոխորդ տալ։ Հունվարի 8-ին Նիկոլ Փաշինյանի պատասխան դրա հարցազրույց է տալի Armenpress-ի հետ, ասում եմ մենք իրանց առաջարկություն ենք ներկայացրել Զանգելանից մինչև Սադարակ երասխ ճանապարհի ապաշրջափակման վերաբերյալ։ Դա ավելին է, քան առաջարկը։ Ես ուղարկում եմ հարցում Նիկոլ Փաշինյանին, ասում եմ Ադրբեջանի կողմից Սադարակ երասխ խերխաբար կա։ Ինչ է ուղարկե պատասխանը։ Չի գալի պատասխան։ Ադրբեջանը չի ասել ես բացում եմ Սադարակ երասխ կոնկրետ պատասխանը ես խնդրել եմ չի եկել։ Ես այդ հարցը բարձրացրել եմ նաև բյուջետային քննարկման ժամանակ Արայիկ Հարությունյանին ասել եմ ուղարկեք Ադրբեջանի պատասխանը չկա։ Մյուս խնդիրը ասում է հայերի երես չլինի։ Նույն Փաշինյանն ինչ ասենք, ախպեր եթե գալու է հայերի երես ասում է դե կարող է ռոբոտը։ Եղան ասում է ասել է չլինի հայերի երես, բայց ստորագրել է մի բան տակ որ լինելու է։ Չէ, երեսի մասին խոսք չկա, այնտեղ Փաշինյանի խոսքով ասում է կլինեն ռոբոտներ։
Այսինքն նա օրինը պարոն Խաչատրյան, դա օրինակ է, հասկանում եք դուք։ Հասկացա։ Օրինակ Հայրի երես չեն ուզում ռոբոտ։ Հատուկ ձեր համար ասենք ասենք հայ ռոբոտներ կլինի։ Կլինեն հայ ռոբոտներ, ազգությամբ զտարյուն, մակրարյուն հայ ռոբոտներ։ Բրծանք։ Չէ։ Որովհետեւ այսինքն սա ինչ խոսակցության թեմա է։ Որովհետեւ Ալիևն ասում է հայ երես չտեսնենք, Նիկոլ Փաշինյանն ասում է դե հայ երես չես ուզում ռոբոտ կտեսնես, որը հայ չի, ինչքան էլ ուզում եք դուք հիմնավորեք։ Մյուսը, բայց դա կլինելու է փոխադարձ, հենց դրա համար է։ Եթե հենց լինի ռոբոտ, ուրեմն դա պետք է լինի ռոբոտ։ Ասել որ մենք չենք ասել, որ մենք ադրբեջանցի մենք երբեք չենք ասել, որ մենք չենք ուզում ադրբեջանցու ռեղ տեսնենք։ Ինչքան էլ որ այդ ռեղ բառից կարող է ոմանք նեղվեն։ Մյուս խնդիրը միակողմանի զիջումը։ Եթե ոչ մի բան արդեն չլինի, ոչ մի բան, Ադրբեջանը արդեն ստացավ 907-րդ հոդվածի չեղարկում։ Ռեալ, որը ամեն տարի չեղարկվում։ Ոչ, նախորդ տարի ոչ, երկու անգամ 2001 թվականից երկու անգամ։ Հիմա դու վեյվերը, երբ դու ասում ես ոչ թե նախագահան ասում է չի գործում, այլ խոստում որ դա ընդհանրապես դուրս կգա։ Եվ երկրորդ, եւ 2000 մեծ տարբերությունը օրենքում մեկը իրավունք տարբերությունը դրոշակն է։ Դաշնակցական ոճի դրոշակը թափահարել մի բան, որը 22 տարուց 20 տարին շրջանցվել է, ասել մենք եթե մի բանը դու 22 տարուց 20-ում չունեք, ո՞նց ունեք։ Ո՞նց ունեք։ 92 թվականին եղել է մինչև 2001-2002 թիվ օգտագործել է 92 թվականի չի դա ավելի ուշ անդամ։ Ոչ, Freedom Support Act-ը 92 թվականին անդամ է։ Ինչևէ, մյուս խնդիրը Ադրբեջանը մշտապես պահանջում էր Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի վերացում։ Եթե որևէ բան չլինի, Ադրբեջանը հասավ դրան։ Հայաստանը ինչ ստացավ։ Ինչ ստացավ, պարոն Եղոյան։ Ախր ինքնին ձևակերպում։ Ինչ ստացավ Հայաստանը 4-րդ կարգի ծորեն։ Լսենք։ Եվ թրիք ներմուծելու հնարավորություն։ Լսենք։ Բա ոսկին։ Մոռացաք։ Ոսկի տեսակ, ես թրիկը հատուկ ձեր հիշողության համար ասացի, որտեղ նա ոսկին կհիշեք, թե թրիկը։ Դուք թրիկը հիշեցիք։ Հայաստանը նախ արդեն իսկ նվազեցնելով բանը դրա ընդհանրապես բեռնափոխադրումների արժեքը, այսինքն ինչ կապ ունի, ինչ պետք է մասնավորին հետո ներկրել է։ Վաղը կարող է ոսկի բերել, բայց ասում է Ադրբեջանը ինչի ադրբեջանական սահմանը չի բացում։ Կբացվի էլի կոմաս։ Հիմա բան Խաչատրյան, եթե վաղը բացվեց այդ սահմանը։ Ինչ։ Ինչ եք ասելու, էլի ասելու եք 4-րդ կարգից։ Ասել են բացվեց։ Չէ։ Ասելու եք 4-րդ կարգից ցորեն եկավ։ Եթե 4-րդ կարգից ասել, եթե բարձր կարգի եթե բարձր այդ ցորենը գալիս է երկաթ գծով։ Որը չի գալի Ղազախ Իջևանի։ Բայց ոնց գան դա երկաթ գիծը քանդած է։ Ապրես ուրեմն պետք է սկսեին դա կառուցել զուգահեռ։ Այսինքն սկսեին երկաթ գիծը կառուցել նոր ցորենը։ Չէ, ցորենը թող գա, այ մասնավոր մարդը ցորենը գնել, պետությունը ապահովել է որ գա մտնի։ Թրիքի շուրջ որ համաձայնություն է ձեռք բերում, միաժամանակ համաձայնություն ձեռք բերի Իջևան Ղազախի ուղղությամբ։ Ինչտեղ բայց նա ռուսական կոնցեսիա է տակա, ոնց կարամ ամերիկացիների հետ Ռուսաստանի։ Ինչը։ Ինչն է մեր մյուս երկաթ գիծը, մինչև Իջևան գնացող։ Ռուսական կոնցեսիա դուր։ Իջևան Ղազախ հատվածը դու արի ինչ խնդիր կա երկաթողին կառուցի։ Այսինքն ամերիկյան կառուցված երկաթգծը գալ կտնել ռուսական երկաթգծին, հենց այդ շատ կարևոր է։ Այսինքն որ Ռուսաստան, որ նա չլներ ոչ մի ձև չի։ Այո, թրիպը ներքևի հատվածն է։ Ես խոսում եմ ճավարապարների։ Էնել ռուսները թող հեսա, ռուսները թող վերանորոգեն, այնտեղ թող աշխատի, իրանց կոնցեսիան է։ Ես ասում եմ, իրանց կոնցեսիան է։ Մենք գնանք կոնցեսիայով նրանց տրված մասին ո՞նց ամերիկացիները եւ բան։ Սի կոնցեսիան կտալիս է կառավարողին է երկաթողը։ Ես ասում եմ, այս ճանապարհը բացելու զուգահեռ, այն ճանապարհը բացելու սկզբունքային համաձայնություն վերցրա։ Բան, ես չեմ խոսում կառավարիչի մասին։ Ապա շրջափակվում են, դա ռամկանա։ Ապա շրջափակվում են։ Եթե դու խոսում ես այն ճանապարհի մասին, որը չի տեսնում, անհնար է։ Եթե դու խոսում ես այն ճանապարհի մասին, պարոն Խաչատրյան, 3 են ապա շրջափակվել։ Չեն ապա շրջափակվել։ Չեն ապա շրջափակվել։ Պարոն Խաչատրյան, բայց ես Մինսկի խմբի մասին հարց այո, պատասխանեք Մինսկի խմբի։ Տեսեք, էլի ես առանց բան անելու, էլի առանց շուտից վիրավորելու, թիրախավորելու, ուղղակի չէ, հեսա որ ասեմ բան կանենք, էլի։ Ուզում եմ դաշնակցականության մասին էլի խոսամ, տեսեք։ Չէ, բայց սա շատ կարևոր է, խնդրում եմ ուշադիր լսեք։ Ասում եմ Ադրբեջանը պահանջեց, որ Մինսկի խումբը փակվի։ Հասկանում եք, ասենք դաշնակցությունը ընդհանրապես աշխարհին նայում է թուրք-ադրբեջանական պրիզմայով միշտ։ Ինչ են իրանք ուզում։ Այն որ Մինսկի խումբը արդեն չէր գործում, ինքը դա չի տեսնում։ Այն որ այդ երեք պետությունները իրար հետ 22 թվից հետո չեն խոսում ընդհանրապես իրար դեմ սանկցիաներ, պատժամիջոցներ, շատերն ասում են
անուղակի պատերազմի մեջ են իրանք արդեն, հա, մեկը մյուսի պատերազմող կողմի զենք համա։ Դա ինքը չի տեսնում, խումբը չի գործում, հասկանում եք։ Ինքն ասում է Ադրբեջանի պահանջով փակվեց այդ խումբը։ Փակված չգործող խումբը, թե պարոն Խաչատրյան ասում է եկեք պահենք։ Իրանք այնտեղ կռիվը կվերջանա Ուկրաինայում։ Աշխարհում, բայց եթե չի գործում, չէ, ես դες բան չեմ ասում։ Բայց եթե չի գործում, ինչ անենք։ Ինչ ստացավ։ Եթե դուք լավ մարդու հարցի 9-7 բանաձև։ Դու իր հարցին էլ պատասխանի, հետո 7 բանաձևի նման դնենք դարակը պահենք։ Դնենք դարակը։ Դարակն էլի, բայց ամեն տարի Բայդենի վարչակազմը չի շրջանցել այդ նորիոցը։ Բայդենի վարչակազմին չի շրջանցել։ Չի շրջանցել, այո։ 1 թե 2 տարի։ Վաղը կարող չէ։ Իսկ հիմա իմպերատիվ է։ Վաղը եթե որևէ մարդու հարցին պատասխան։ Վաղը եթե ԱՄՆ որևէ վարչակազմ ուզենա ինչ-որ սանկցիա կիրառի։ Դուք իդեպ, դուք դեմ չքվեարկեցիք կոնգրեսի այն բանաձևին։ Մենք կոնգրեսի բանաձևին դեմ ենք քվեարկել։ Դեմ արտահայտվեցիք Հայդատի գրասենյակը, որով սահմանվում է, լավ հիշացրեցին, ահա, սանկցիաներ։ Կոնգրեսը բանաձև էր ընդունել վերջերս, որով կոչ էր արվում գործադիրին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, եթե վերջինս շեղբի խաղաղության ուղղուց, այ դրա մասին Հայդատի ամերիկյան գրասենյակը ինչ հայտարարություն տարածեց, հիմա ամբողջ ասեց պետքա մինչև ամբողջական SSS փաթեթը չլինի, մենք կողմ չենք, որ սա կոնգրեսը ընդունի։ Ոչ, մի բան, ամբողջ տեքստը մի ամբողջ ճիշտ տեքստին պատասխան։ Կողմ եք արտահայտվել, որովհետև խնդիրն ուրիշ ասում է, այս կետին կողմ ենք։ Նորիկն էր ասում, չես կարացես բաժակը լիքնաթեկիս հա։ Այս վերևի կետին կողմ ենք, բայց տակից եկածին, որ կարող է սանկցիա կիրառեն ցանկացած։ Հիմա ընդհանուր քվեարկվում է, ո՞նց է քվեարկում։ Ընդհանուր թուղթը դրած է։ Հրդեր ամեն մտ ասում ենք, սա հանի, հետո տեսնենք ինչ։ Չի հանել, ո՞նց է քվեարկում։ Ինչի՞։ Ամբողջական փաստաթղթին քվեարկես չեմ անում, մենք չենք կարող։ Չէ, ոնց է կոչանում, որ ձեր կոնգրեսը ձեր մտերիմ կոնգրեսականը Եթե ուզում եք հայդատի գրասենյակի հետ ճշտեմ։ Հենա հայտարարությունն արեց։ Հայտարարություն ասում է սա հանի, սա թող։ Չի հանել, նա մնացել է։ Դե դեպքում ասեմ կամ ճշտեմ։ Բայց կոչ է անում։ Կոչ անում հանել այդ կետը։ Չէ, Ասում է կոչ անում։ Ակտը կոչ անում Ադրբեջանի դեմ սանկցիա կիրառել, եթե ինքը շեղվի։ Հիմա այդ փաստաթղթին կա մեջը մի կետ, որը ձեր սրտով չի, որը հաստատում երկու կետ է ընդհանրապես։ Եվ ընդհանրապես հայդատի գրասենյակները թե Ամերիկան, թե Եվրոպան իրանք են ամեն ինչ անում, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառվի։ Դուք ինչ եք անում։ Ասում հնարավորության մասին փաստաթուղթը ինչի է դուք քննադատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցները մեր քաղաքական օրակարգում չկա։ Ինչ եք Ամերիկայի հայդատին դեմ ով անման բան ասել։ Այսինքն որ հիմա հաստատել ոնց թե պահավաղում է։ Ամերիկացի անգլիացի ժուրնալիստներ 6 հոգի գալիս են Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի։ Անգլիացի ժուրնալիստը ասում է անգլիական շատ բիզնեսներ կան Ադրբեջանում։ Մենք կարող ենք ճնշել Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը ի՞նչ է պատասխանում։ Ով է դա ասում։ Ժուրնալիստները երեխա հոչեք, լավ երեխա հոչեք։ Նիկոլ Փաշինյանի պատասխանի մասին է խոսքը։ Լավ, լսեք, թարգեք, լսեք։ Սա 19-րդ դարը չի էլի, սա 19-րդ դարը չի էլի, լավ։ Որ 6-ը պատգամավոր 6 ժուրնալիստերին կտենց ասում։ Անգլիային պետք է եղավ Ադրբեջանին ճնշի, Նիկոլ Փաշինյանի կարծիքը պակասեց։ Ոչ չէ կանոն որ մենք դա։ Բարի եղան, բայց նախորդ Ամերիկան որ ուզեն Ադրբեջանի դեմ պատժամիջոց լուրջ մարդ է։ Այսպես ոնց է խուսափում։ Տեսեք, լուրջ մարդ է։ Բարի եղան։ Չեմ խուսափում։ Ասեք Անգլիային պետքա սանկցիա կիրառի Ադրբեջանի դեմ, մենք պետք է Ադրբեջանի սանկցիա կիրառի հայրը պետք է նայ։ Չի դա կոնգրեսի կոչ է։ Դա կոնգրեսի կոչ է։ Ամեն երկի։ Բա մի երկի քեզ ուրեմն։ Չէ, ես չեմ ասում եք հայդատի պատճառով է այդպես եղել։ Ես այդ չեմ ասում։ Ես ասում, բայց ինչի՞ է ինքը նման դիրքորոշում այդնել։ Ասում ես կետը լավ է, կետը վատն է։ Պարզա կոնգրեսը հոչի նայելու հայդատի հայտարարությանը, դա պարզ բան է։ Կոնգրեսը ընդունելու է իր մեծամասնության որոշմամբ։ Հայդատի գրասենյակն ասել է սա հանի, սա թող։ Այդ է եղել կոնգրեսը։ Սա հանի, այդ։ Բարի եղան, բայց հարց տվեց պարոն Խաչատրյանը, ասում է Միսկի խմբի լուծարման դիմաց ինչ ստացավ։ Այո, վերաբերմունքը կատարել հայդատի գրասենյակը կոնգրեսին ասել է։ Ինչ որ բան ստացել է Միսկի խմբի լուծարման։ Այո, լոբիստական կազմակերպությունը կոչ արել։ Պարոն Խաչատրյանի հարցին պատասխանեք, որ դուք ասում հայդատի գրասենյակն ասում է էսանից ոչ կոչ արել սա անել, սա թող։ Պարոն Խաչատրյանի հարցին պատասխանեք, որ հետո դուք հարցնեք։ Ոչինչ, ինչա կատարյալ ձախողումն է։ Այդքան տեղ չունեք, այտենց որը հասկանում եք։ Լսեք, ձեր ռեսուրսը եւ մեր ռեսուրսը ընդհանրապես Հայաստանի ռեսուրսը։ Հայության ուսում ասում են ինչ էս բանի մասը։ Չէ, ես ասում եմ, եթե դա մի կաթիլ է, չէ, դա մի կաթիլ է։ Որոշումների կայացման ծովում, པարզ բան է, որ եթե կոնգրեսը ընդհանրապես չուզեցավ ընդունի, դա չի ընդունի, եթե դա մի ես չեմ ասում, կաթիլը դնում ես ես չեմ ասում ձեր պատճառով դա կարողա չընդունվի, ես դա չեմ ասում։ Ես ասում եմ, բայց եթե դուք մի կաթիլ
խոսք այդտեղ կարող եք ունենալ, մի կաթիլ։ Այո։ Ինչի եք դուք դրան դեմ արտահայտվել։ Ինչա թե ձեր սրտի բանաձևը չի։ Ոչ, ասում ես այս բանաձևի սա հանի, սա թող, չի նշանակում բանաձևին մենք դեմ ենք խոսում։ Բայց դուք գիտեք չէ՞ որ նա չի հանվել։ Ով ասեց։ Դուք գիտեք չէ՞։ Ով ասեց։ Պարոն Եղոյան, ինչ ստացավ Հայաստանը Մինսկի խմբի լուծարանը։ Եվ շատ կարճ մի բան էլ ասեմ, բայց թույլ չեք տալիս ձերքեր թող դա էլ պատասխանի։ Եթե պարոն Եղոյան այդքան վատն էր այդ Մինսկի խումբը չէր գործում, անիմաստ կառույցեր, փող էր ստանում ԵԱՀԿ-ից, կներեք, այդ հարցը դուք առաջինը բարձրացնեք։ Ինչի սկզբից խոսեց Ալիևը, հետո Նիկոլ։ Հիմա ես ասեմ, մի վարքյան, պարոն Եղոյան, ձեր պատասխանից հետո չէ՞ հետաքրքրում։ Պարոն Եղոյան, ձեր ձայնը մեզ մեկ է, մենք ինչի մտնենք բանի, ասենք Ամերիկայի ու Ռուսաստանի հարաբերությունները։ Ինչի հարաբերությունները։ մտակ էր Ալիևը պահանջեց։ Որովհետև մտակ։ Որովհետև դա արդեն վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Որովհետև նույն խնդիրներ են։ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ։ Եթե այդքան անիմաստ բաներ դուք առաջարկեք, Ղալիևը առաջարկեք։ Որովհետև դա մեր կողմից շահունե դուք չունեիք։ Բան Խաչատրյան, որովհետև մեր կողմից առաջարկել անիմաստ կլիներ։ Եվ Ամերիկայի տեսանկյունից, եւ Ռուսաստանի տեսանկյունից։ Մեզ համար դա կար թե չկար, տարբերությունը այդքան է։ Անիմաստ բանին ինչի Ամերիկան, Ռուսաստանը, Ֆրանսիան։ Եթե դա Ադրբեջանին պետք է, մենք խնդրեմ չենք տեսնում։ Այո, Ադրբեջանի պետք էր, Հայաստանին պետք չէր։ ինչ ստացավ։ Իսկ Հայաստանի պետք է որ մնար։ Այո։ Ինչ ստացավ։ Որովհետև չգիտես որի ինչա լինելը։ Ահա։ Եվ դա միակ ինստիտուցիոնալ հարթակն է։ Ես կներեք, դուք կարող եք պատասխանել եւ հարց ձևակերպել Խաչատրյան։ Այս այա առանց ներկան ապահովելու ապագայից պարտք վերցնել։ Պարտքը ներկան կործանել, վաղվա փապարայել ապագայը։ Ոնց է կործանվում։ Ոնց է ես ասում այսօր, որտեվ 2019 թվականի նոյեմբերի այսօրքանիսն է 19-ները Հայաստանն ավելի լավ վիճակում թե այսօր։ Միանշանակ այսօր։ Յո, այսինքն այդքան զոհեր, Ղարաբաղի կորուստ, թուրքերը ջերմուկում, դա ավելի լավ է վիճակը սարքել Հայաստանի համար։ Հայաստանի Հանրապետության։ Այսինքն թուրքերը որ եկել լրացության, չէ, դա իրանք վերաբերելի փոփոխական չէ։ Ոնց չէ։ Դա վերաբերելի փոփոխական չի։ Ադրբեջանցիք մտել են Հայաստանը օկուպացեն, ավելի լավ է, քան թե ժամանակեր մտած չէին։ Ադրբեջանական զորքերը որոշ տարածքներում բախումներից հետո, հարձակումից հետո իրանք տեղակայված են եւ իրանք իսկ օկուպացել են, հա, ես Օսկանյանի բանից զբաղեց, ես Օսկանյանով եմ անգլերեն սովորել, կներեք, հա, occupied, հա, եւ իրանք իսկ համաձայնել են ստորագրելով փաստաթուղթ, որ ինքնաթիռի Զուքարանի occupied է, հիշում եք, հա, այնվաղ ձեն չէի քանում, այնվաղ ձեն չէի քանում, ինչ դեռ չեն քանում, այնվաղ թուրքերը ջերմուկ եւ իրանք համաձայնվել են դեմարկացիայի process-ով, այսինքն գրել են, ստորագրել են, որ ճանաչում են Հայաստանի այս տարածքների հռչակագրի, հետեւաբար եւ ինչպես որ իդեպ դա տեղի ունեցավ նաեւ Կիրանցում, բա դա ինչի՞ չեք ասում։ Կիրանցում տարածքներ կային, աբա ոնց։ Ասա որ ես ասեմ, Ինչ ասեմ, բա Կիրանցում տարածք կա։ Զենքով պետք է ազատագրել։ Չէ, մի տարածք կար Կիրանցում, որը գտնվում էր ադրբեջանցի դիպուկահարի թիրախավորման տակ։ Հիմա այդպիսի, չէ, այդ տարածքը, այսինքն այդ տարածքը, որը գտնվում էր Հայաստանի Հանրապետության, այսինքն պատկանում էր Հայաստանի Հանրապետությանը, սահմանը դրվեց Հայաստանի Հանրապետության, ուրեմն սահմանի երկայնքով դիպուկահարը դուրս եկավ սահմանապահը կանգնեց, իսկ մինչև այդ, ասենք կարող է կիլոմետրանոց նեյտրալ զոնա լիներ, մինապատ, այնտեղ ոչ մարդ էլ մտնում, ոչ տեխնիկա էլ մտնում։ Ասում եք ինչ ասում, ասում է ադրբեջանցից դիպուկահարը դուրս եկավ, Հայաստանը սահմանեց։ Դա տարածքներ էին, որ Ադրբեջանը ասում էր իրանցն է, որ փաստացի հայկական Հայաստանի ինքնիշխան իրավազորության տակ է, փաստացի։ Ադրբեջանն նշանակում փաստացի իրավազորություն։ Ինքնա գիտես իրավաբանական կրթություն։ Փաստացի իրավազորություն։ Այսինքն որ դու այդ բանը վերահսկում ես։ Վերահսկում, լսեք, ինքնիշխանությունը փաստացիով չի լինում։ Ինքնիշխանությունը լինում է քո ճանաչված տարածքում։ Փաստացի շատ բան կարող է։ Հրաշալի է։ Ուրեմն ընտեղից Հայաստանը իր զորքերը հետաքաշում, ներքև օրինակ Բերքաբերի տարածքում Ադրբեջանն ունի օկուպացրած տարածք։ Տարի ու կես անց Ադրբեջանը 1 միլիմետր քեզ չի զիջա։ Ինչու, պարոն Եղոյան։ Պարոն Խաչատրյան, ախր սխալ է ինքը ասում։ Ո՞նց է սխալը, քանի միլիմետր տարածքա զիջը։ Բերքաբերի ջրամբարի ներքև 800 հեկտար բան ունենք մենք այնտեղ։ 800 ավելի քիչ։ Լսենք պատասխանը, պարոն Խաչատրյան։ 600 հեկտար այդտեղի այգի ունենք։ Լսենք պատասխանը։ Դա չի կարելի։ Իհարկե չի կարելի։ Պարոն Խաչատրյան, դե մեկ չի հաջողում էլի ձեզ, որ ճիշտ ասեք մարդկան։ Որովհետև չեք անեցքի դուք մի րոպե իրանք 1 միլիմետր տարածք չեն վերադարձել։ Ցանկացած մարդ, ով ունի հեռախոս, կարող է հենց հիմա մտնի Google քարտեզի մեջ, բացի Բերքաբեր, Կիրանց եւ տեսնի, որ
Ինչը համապատասխանում է ԳՇ քարտեզների ընտեղի գծածը Բերքաբերի դիմացը Ջոհազի ջրամբարի դիմացը Դա կոչվում է Բերքաբերի ջրամբար, բայց ադրբեջանական տերմին եք ասում ոչինչ շարունակեք։ Որտեղ է տենց կոչվում։ Դա կոչվում է Բերքաբերի ջրամբար։ Ես ումից մինչև հիմա լսել եմ, տենց եմ լսել, բայց այդ բառերը վերցրեք, տվեք են պատերով, հետ այդ բառերը կռիվ արեք։ Բերքաբերի ջրամբար։ Ես հայկական տպագրության ձեր կրթության նախարարի իշխանության տպագրության քարտեզի վրա տեսել եմ գրած Ջոհազի։ Հիմա հեսա Տիկին Անդրեասյանին կխնդրեն կփոխի կգրի Բերքաբեր։ Ես ձեր տպած ես Լևոն Մկրտչյանի տպած ես Լևոն Մկրտչյանի տպած դասագրքեր Լավ եկեք այդ փուլ չգնանք Դիմացը կա Սեպաձև տարածք, որը Ադրբեջանի մնացած տարածքի մեջ է այսպես սեպի նման գտնվում։ Դրան հակառակ հայելային դեպի ոսկե պարեկուղ իրանք ունեն Սեպաձև տարածք, այսինքն իրանց սեպը գտնվում է մեր վերահսկողության տակ, մեր սեպը գտնվում է իրանց վերահսկողության տակ, մոտավորապես նույն չափի տարածքներ են։ Այդ երկու սեպերի մասին քննարկում չի եղել։ Ոչ իրանք են մեր սեպին կպել։ Եկեք դա կոչենք սեպ, որտեղ ինքը սեպի նման է, այլ այսպես երանգյունաձև են, բայց այդ երանգյունները Ղզել Հաջիլի, Խերիմլի այդ հատվածում է։ Ոչ, այդ ինչ ասիկ Հաջիլի բարեր ասեցիք։ Ադրբեջանական գյուղն է։ Հայկական չունի զուգահեռ։ Հայկական անուն որ ասե հայկական պետք է ասեք ես սիրով դա կօգտագործեմ ադրբեջանականը համեն դեպքում դե գիտես մեր հողերի ինգե չաորներ էլա ես ինչ բան եմ ասում չէ ես լարվեցի մի անգամ մի լարվի կզլինչ կզլ հաջիլինչ կզլ չեմ կարծում դուք եք թուրքերի հետ սիրում ինչ խոսել դե ոչ նա խոսել սիրահարն թուրքերի հետ քիրվայություն հիմա այդ քիրվայություն բառեր են գալիս դες հարցի ինչի մարտի 1-ին նախորդող ամենաիկոնիկ բառն էր քիրվայություն է եկել Լա պարոն Խաչատրյան հարցնվեց բայց դուք էլ հարցի հնարավոր չէ որ հետո չբողոքի հիմա այս երկու երանգյունիները այս երկու երանգյունները մնացել են ամփոփ կողմերին այո չեն փոխվել չեն վերադարձվել փոխադարձել որովհետև այն մեկի խոսելուց են իրանց էլ է անհարմար լինելու եթե մեծ սեպը այս գամեր վերահսկողության տակ մեզ էլ է անհարմար լինելու եթե մեծ սեպը գնա իրանց վերահսկողության տակ հանձնաժողովները այդ հարցը պետքա քննարկեն դուք ոնց եք պատկերացնում եւ հարցն է դրանում բան եղան որ պետքա քննարկեն ինչ որ մի բան անեն բայց տարի ու կեսը հանձնաժողովները ոչ մի բան չեն արել ոչ մի րոպե, ոչ մի բան չեն արել։ Ոչ մի բան չեն զիջել, ոչ մի բան։ Հա, որտեվ տարի ու կես առաջ չեն, բայց չեն զիջել, հա, տես արդեն ուրախանում է որ չեն զիջել, բայց որ տվածի դիմաց ոչինչ չեն ստացել։ Ասում եմ արդեն տեսեք վատ բան։ Բայց ոչ մի բան չեն արել։ Բայց որ տվածի դիմաց ոչ մի բան չեն ստացել, դա ինձ համար ոչինչ։ Կարևորը չեն զիջել։ Մենք ինչ ենք տվել, մենք գծել ենք սահման։ Լավ հասկացա Ադրբեջանը դու ինչ որ տարածք ես դուք ախե դուք ձեր մասնավոր կյանքում պարոն Խաչատրյան երբ որ դուք վեճ ունեք հողամաս ունեք դուք անգամ մեծ բաժին սեփական տուն հողամաս ունեք դուք չունեք եթե ունենաք կամ լավ բնակարան թող լինի երբ որ դուք վեճ ունեք օրինակ լինում է չէ ասենք այնտեղ շքամուտքում ինչ որ վեճ է լինում ինչ որ չգիտեմ տարբեր տարածքային անհատների միջև եթե դուք ինչ որ մի հատ վեճ եք ունենում անընդհատ վիճում եք այդ տարածքի շուրջ հետո մի օր ստացվում է գտնում եք փաստաթղթերը դնում եք այդ մարդն էլ անընդհատ այսինքն դուք կոնֆլիկտ եք ունենում մի օր դուք եք իրան ծեծում մի օր ինքնա ձեզ ծեծում մի օր դուք եք իրան հայոյում մի օր ինքնա ձեզ հայոյում ու այդ տարածքից ոչ մեկը չի օգտվում որտեվ նեյտրալ գոտի է դա անգնում մինապատած այսպես կոչված կռվի առարկա հիմա եթե մի օր հաջողվում է դուք փաստաթղթերը հանեք գնաք սիրուն այսպես կադաստրում գրանցում ստանաք դուք ձեր վկայականը վերցնեք ինքը իր դե մեկ կադաստրի վկայականը հիմա դուք չեք ասում չէ որ դա վատ լուծում եղավ ձեր տարածքը այդ է ես ուրիշ բան եմ ձեր տարածքը այդ է հասկանում եք հիմա դուք իրանցի պատը որ այդքան խոսում եք մի րոպե իրանցի Սիմոնյաններն արդեն կանջատել դուք գնացեք հիմա կավարտի դուք կխոսեք իրանցի պատը այդքան որ ծաղրում եք հիմա գնացեք իրանցի ժողովրդին հարցրեք դա կլես պատասխանը դպրոցի մասին որ այդքան խոսում եք եկեղեցում հիմա ասում են խաչն են հանդել տեսել եք չէ ժողովուրդ պետք է որ Կրթության նախարարությունը փողը տվել է։ Հիմա հարցը հնչեցնում է եկեղեցին վերանորոգվում է, այդ մարդիկ փոխանակ ուրախանան, որ եկեղեցին վերանորոգվում, ասում է, բարձր գմբեթը սարքում ես, պետք է պատասխանեմ քո տված հարցին։ Խնդիրը հետևյալն է, եղել է սահմանազատ, պետք է լինի սահմանազատման գործընթաց։ Այդ գործընթացի արդյունքում, լավ, Հայաստանը ինչ որ հանգամանքներով, ասեք չեմ ուզում գնամ ինչա, իր վերահսկողության տակ անցած տարածքը լավ, ինչ որ պայմաններով։ Հիմա այդտեղ ադրբեջանցիներ են։ Լավ, կա տարածքներ, որոնք հայկական տարածքներ են, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է։
Եվ པարզ տրամաբանությունը հուշում է մի բան։ Եթե ես քեզ ասում եմ Ռոբերտ, այդ գրիչը որ ունես իմն է, դու էլ ասում ես այս գրիչն էլ իմն է, ասեմ ախպեր, էս ինձ, էս քեզ։ Մի սանտիմետր հող, որը մերն է, ադրբեջանցիք դուրս չեն եկել։ Այսինքն այսօրվա դրությամբ Ադրբեջանը մեծացրել է իր, այսպես ասած, ներկայությունը, լավ, ինչ որ տարածքի վրա ինքնիշխանությունը հաստատել, բայց մենք դեռ մի միլիմետր հող չենք ստացել։ Ունեք երկու փաստեր, պարոն ասեց, որ ու շատ վատ արեց ի դեպ, որ ասեց, պետք չէ դրա մասին հայտարարել, որ 30 քանի տուն մնացել է այս կողմում։ Ինչ 30 քանի տուն։ Այն որ կառուցվել է ժամանակին ՀՍՍՀ տարածքում, դուք չգիտեք դա, պարոն Խաչատրյան։ Այդ տները մնացել են հիմա, տների հիմքեր են։ Արիղան նկատի ուներ Չեզոք գոտում գտնված տարածքներ, որ նախկինում հայկական կողմը չի տիրապետել, ասաց որ տիրապետել է հիմա։ Չէ, նախկինում Չեզոք գոտում հայտնված տարածք։ Բայց Չեզոք գոտի նշանակում է ոչ մեկի գոտի։ Չեզոք չի եղել, բավական նկատի ունելաս։ Այսինքն մնացել է հիմա այդ մարդ հիմա կարող է գնալ ընդ տուն սարքել։ Գնացեք։ 2 տարի առաջ չէիք կարող։ Արման եղավ։ 2 տարի առաջ։ Չեզոք գոտի թող մի կողմ ես քարտեզի մասն եմ խոսում։ Դու տարածք ես տվել Ադրբեջանին, Ադրբեջանից քանի սանտիմետր հող ես դու ստացել։ Այդ հարցին պատասխանի փակեք ես թեման։ Սանտիմետրով չէ, սանտիմետր չի, մետրեր։ Ինչ, դա ասում ես այն իմ տարածքն էր, որը Ադրբեջանը ռմբակոծում էր, հիմա չի ռմբակոծում չէ, տեղ կա, նույնիսկ զինվորը կանգնած։ Ես հիմա ասում եմ։ Տեղ կա, նույնիսկ հրամատ էլ կորած։ Ես հիմա ասում եմ, քարտեզով գծած, այս քարտեզը։ Այսինքն քարտեզով է 12 կիլոմետր, դու ասում ես 12 կիլոմետր քարտեզ։ Դիմեք բանային թող գծեն այդ քարտեզը կան։ 12 կիլոմետր սահման դուք ասում եք գծել եք։ Այդ գծելու ընթացքում մենք չենք գծել։ Հայաստանն ու Ադրբեջանը 12 կիլոմետր սահման են գծել։ Այդ գծելու ընթացքում Ադրբեջանի ինքնիշխանության տակ անցել է տարածք։ Հայաստանը քանի միլիմետր հող է ստացել սահմանազատման արդյունքում։ Այնքան ինչքանի մասին որ խոսացվել է, մետրով չեմ կարող ասել, բայց բավականին մեծ տարածք։ Այսինքն Հայաստանը այդ տարածքները Ադրբեջանի տիրապետության տակ են եղել։ Հիմա քարտեզով ես ասում դիպուկահար դուք ասում եք դա հաշիվ չի։ Տիրապետությունը ո՞րն է, որ զինվորը գա ոտը դնի վեր։ Հա, զինվորը գա ոտը դնի։ Իսկ որ զենքը պահած է, դա հաշիվ չէ, որ զինվորը դիմեք պնային, իրանք ուրեմն հիմա ձեր արցինի պատասխան պնային, թող ասես դիմեք պնային, թող պատասխանեմ։ Ես մեր Գրիգոյանին հարց եմ ուղարկել, ասել եմ Ադրբեջանը Հայաստանի տարածքից քանի կիլոմետր է օկուպացրել եւ որ համայնքներում։ Ասում եք ես պնային չեմ դիմել, իրան եմ դիմել։ Ասում ա ցանկը համայնքների գալիս է ուրեմն տալիս է ցանկը ասում մեկնաբանություն չունեն, ինձ մեկնաբանություն պետք չի։ Կոնկրետ Ադրբեջանն ինչքան տարածք է Հայաստանից գրավել։ Որ համայնքներում եւ երբ։ Եվ քանի կիլոմետրն է դրանից հետ տվել։ Այ դա որ Խաչատրյան, ջերմուկ։ Ջերմուկից մի սանտիմետր չի տվել։ Հա չի ասել այնտեղ դեմարկացիա չի կռիվանում։ Ուրեմն ոչ թե Բերքաբերից։ Եվ ոչ թե մյուս անգամ ոչ չէի ֆայմել։ Չէիք ֆայմել։ Ոչ չէի ֆայմել։ Եվ ոչ թե արտահերթ այս աշխարհը խալի է ոտի տակ, պարոն Խաչատրյանի։ Երկաթ Ադրբեջանը ինչ ուզում է տվել է, Ադրբեջանն ասած տեղից սկսեք Իջևանից, ամերիկացիքին գնա, ասա Տրիպուղին բանաձևից, այս կետը հանի, չէ, սահմանազատումը սկսում եմ ջերմուկ, պարոն Խաչատրյան։ Ամեն ինչ։ Ախր ես գիտեմ էլի, որ դուք ձեր մասնավոր կյանքում, ձեր ոտքը, ձեր վերմակից ավել չեք մեկն ունեք ին ոտերի եւ ին վերմակի հետ կարող է էլի գախտի տեսա դա փոխաբերություն հա ես ասի բանա գախտի տեսա այսինքն ձեր հնարավորություններից ավելի մեծ հաստատ փոխաբերություն դուք շատ զուշավոր մարդ եք շատ 10 անգամ չափող 1 անգամ կտրող մարդ եք ձեր նկատի չունեմ անձնական հարաբերություն մասնավորը միշտ չի որ անձնականն է մասնավոր նշանակում է գործընկերային ընկերական հազար ու մի բայց պետության հետ շփվելուց ասում եք դու սես պետք է ասես դու պետքա մարդկամ ազատություն դու պետքա ջերմուկից չեք սկսում вообще չեք սկսում դու գնացեք այդպես չի լինում հիմա դու այդպես չի լինում դուք այդպես չեք բանախոսների ժամանակ դնում ես քո ելակետային պահանջը Ադրբեջանը դրել է հասել է ամբողջն էլ մեր սահմանն է մենք օտար սահման մեր բոլոր սահմաններն են մերն են նույն ձևով Եղվան այս պայդրությամբ Որտեղ կարանանք մի մետր դեմարկացնենք, դեմարկացնելու ենք որտեղ ուզում է լինի։ Այս պայդրությամբ դու մի միլիմետր հող հետ չես բերել 1 եւ երկրորդը։ Ասում եմ բերել եմ, ասում է չէ, զինվորի ոտ պետք է։ Կոնկրետ ասում եմ, որ համանքից օկուպացրած, ոչ Ադրբեջանը իրանցից տարածք գոնե այն հատվածը
Ինչ է ուզում ասում, ես ասես այդ քարտեզից մենք իրանց բան ենք տվել։ Եթե գյուղացին այնտեղ չէր կարող մտնել, հողը չէր կարա մշակել, տուն չէր կարա սարքել։ Բայց դա քարտեզով մետարասկում է։ Քարտեզով մետարասկում։ Ես խոսում եմ քարտեզով մետարասկում Ադրբեջանի սմբական դեղա։ Ես սմբակա, որ քողից է դուս հանել։ Ոչ չնեղվեցի, որ սմբակ բառն ասեցին։ Չէ, պրոստը որտեղից է հանել։ Ոչ տակվոր սառը, բայց դա որտեղից է հանել իր զորքը։ Ես ասում եմ դիպուկարի գնդակն է հել։ Դիպուկարից այնտեղ դիպուկահարը վերահսկում էր, բայց իր զինվորի ոդկը մեր տարածքում չէ։ Մեր քաղաքացու համար ի՞նչ տարբերություն։ Արման, ի՞նչ տարբերություն։ ասում եմ ես քեզ։ Եթե նա չի կարողանում իր հողը մշակի, ի՞նչ տարբերություն ռուկապաշնիով են իրան դե քշելու թե զինվորի ազատման արդյունքում գծած սահման, որը Ադրբեջանը մի մետր հանել է։ Արդյունքում չի գծվել է սահմանը։ Դուք նույնժելի չեք հասկանում։ Զամբրազատման արդյունքում ամրագրվել է։ Սա ռուսովետական միության գլխավոր շտաբի գծած եւ 74 թվին, եթե չեմ սխալվում, վավերացված երկու կողմերից վավերացված հողում ի դեպ արդեն ոչ պրոտոկոլներում կա, ոչ ռեգլամենտում կա։ Լավ, եկեք հիմնական թեմային վերադառնանք։ Եվ ԱՍՍՀ սահմաններն է, այդ բաները, այդ սմբակից նեղվել բան, Արման, քանի միլիմետր էժանա դա։ Էժանը ձեր ասը հորի նման էժան էմոցիա է։ Հորի նման, չէ՞։ Էժան էմոցիա։ Ես մի անգամ ադրբեջանցիներին թուրք ասեցի, մենակ տենայր Արմատ Միրզոյանի արձագանքը։ Այդ ուզում եք հիմա վաճառեք, ես տեսա խցիկների միջոցով, որ հələ տենանք։ Ես ուզում եմ հələ պատասխան։ Դու սենց հորի նման պատասխան ես։ Դա վաճառվող ապրանք էմոցիա չի, մի առնող չկա այդ էմոցիան։ Արման Եղոյան։ Առնող չկա։ Արման Եղոյան։ Քանի շուտ է ասում են։ Ադրբեջանական զինվորը ընտրությունների բան խաչը։ Այսպես որ չի պատասխանում։ Լավ, եկեք ասեցի ես զինվորը ոտը ասեցի, եթե դες պետք է հենց պեխոտի կանգնած ոտի տեղ, ես դա հաստատ չեմ կարող ասել։ Ինչը հաստատ գիտեմ։ Էն եմ ասել, բայց արժեքը դրանից չի փոխվում։ Ադրբեջանը արժեքը մեր ինքնիշխան տիրապետություն, մեր իրավասու արժեքը փոխվեց։ Ոնց առաջ հայ գյուղացին չէր կարող մշակել հողը, հիմա կարող է ոնց է փոխվել արժեքը։ Ադրբեջանը մեր երկրից տարածքը օկուպացրել։ Այդ օկուպացրած տարածքներից մի միլիմետր հետ չեք բերել։ Մնացածը էկզոտիկա է եւ պոեզիա։ Շատ լավ, հիմա գլխավոր հողը մշակում Ադրբեջանի կողմից օկուպացրած մի միլիմետր տարածք հետ չես բերել։ Մնացածը ինչ ուզում ես ասա։ Հենց հիմա այն տները որ կառուցվում են, եք իրանցում։ Նաեւ այն հողի վրա են կառուցված մի միլիմետր տարածք հետ չես բերել, մնացածը արդեն հետ։ Լսեք, ես ասում եմ, դու ասում ես այն ինչ ես քեզ չեմ հարցրել։ Ոչ էլ էս մարդն է քեզ։ Մի վարքյան, մեր գլխավոր թեմային ենք վերադառնում, մի թեմայով այսպես չկենտրոնանանք, հա, պարոն Եղոյան։ Դուք ոնց եք ապացուցում, որ ձեր այս քաղաքականությունը խաղաղության մասն է։ Պարոն Խաչատրյանը մի քանի արգումենտներ է բերել, որին դուք անդրադարձաք, նա կասկածի տակ է դնում, որ այս process-ը տանում է խաղաղության, ավելին կան նաև ահազանգեր, որ սա պատերազմի մասն է, խնդրեմ։ Դա ապացուցվելու, ես ապացուցելու Ինչ արգումենտներ ունեք, որ սա խաղաղության մասն է։ Ցերեկ եւ լինի գիշեր, ասեք ոնց եք ապացուցում, որ հիմա լույսը բացվելը ցերեկ է հիմա, ոնց կասեք, որ գիշեր չի, եթե մարդը աչքերը փակել է, ասում է վայ չէ, ասես բան է գալիս, ասում է չէ, ես իրան ինչ հապացուցեմ այդ մարդուն։ Ես ինչ հապացուցեմ, հիմա ցորենն եկել է, ասում է չորդ կարգի ցորեն։ Հասկանում եք։ Ասեք մարդը չի գնա, գնահատեք, խնդրեմ։ 35 տարի վագոն չեմ մտել։ Ոնց կապացես, որ խաղաղությունը ասում է ոնց ապացուցեմ ցերեկ եւ գիշերը։ Հա, չէ, սա հիմա չէ։ Ասում եմ, օրինակ ցորենը, բայց ես դուրը չի գալի։ Իհարկե դուրը չի։ Ասում եմ, չորդ կարգի ցորենը խաղաղություն չի։ Ասում եմ, առաջի կարգի ցորենն է խաղաղություն։ Ոչ, խաղաղությունը։ Հա։ Երբ ինքը բացի իր փակած սահմանը, երբ ինքը դուրս հանի օկուպացիոն զինվորներին, կլինի հերթով։ Հիմա վագոնը ըտե կա երկաթգիծ։ Մասնավոր մարդը Ղազախստանի ծորեն է առել։ Ասել է ոնց բերեմ, լավ, ոնց բերեմ այս ծորենը երկաթգծով։ Բերել ենք այն երկաթգծով միակ երկաթգիծը, որով Ղազախստանից հնարավոր է ծորենը մտնի Երևան, ասում Ադրբեջանին, Ռուսաստանին անխոչնդոտ անցում։ Իսկ Ադրբեջանը փոխանցում է վեսիմ տարածքով թույլ եմ տալի մաքսային եւ սահմանային բոլոր պրոցեդուրաները։ Բայց էլ է մաքսանային եւ սահմանային։ Բա գրած, հա ճիշտ ես ասում, բողոքը ռոբոտի փոխարեն մարդկանց հետ են շփվում։ Ցորեն են բերել, ասեմ շատ լավ, եթե դու խոսում ես, ապա շրջափակ Ամերիկա գնացել եք, չէ՞։ Հաստատ։ Այո, եւ գնացել եմ, ել եմ գնալ։ Ուրեմն ես ինչ եմ ասում եմ, որ դու որպեսի կարողանաս հասնես ապա շրջափակման, առաջինը ներքին ապա շրջափակում։ Կա գրառում տեքստի մեջ Հայաստանը տալիս են Ադրբեջանից Նախիջևան անցում։
փոխադարձ առավելություն է, ես ասում եմ պետք է լիներ ի պատասխան Ադրբեջանը տալիս է։ Ասում եմ 4 կարգի ծորենը խաղացություն չի նշանակում։ Խոսալու ձևը, խոսալու ոճը Ես ինքն ինչ ասում։ Ասում եմ դու անկարծ քո ազգային շահերին չկպնես, պաշտպանես, որտեղ Ադրբեջանը շահը պաշտպանված է, շահը պաշտպանված է, ինքն ասում է հələ մի րոպե, հավաքվել են, չէ՞, ասենք Դոնալդ Թրամփն, Վիտկոֆն, բան նստած են բոլորը, ասենք հələ Ադրբեջանը մի կողմ, դուք չեք նկատել, որ դա Վաշինգտոնում ա եղել։ Դուք չեք նկատել, որ դա Դոնալդ Թրամփի ներկայացուցիչն է բանակցել։ Ինչ կապ ունի դու ազգային շահը Դոնալդ Թրամփի Բաշահավը պահած չեն այնտեղ, Բաշահավը պահած չեն այնտեղ այդքան բան գերացնել։ Ես կասեմ 3 հատ Շահը պահածն են, այնտեղ ոչ իշխանություններ գերացնելու, ոչ իրավազորություն, ոչ էլ փոխադարձ առավելություն։ Բայց պետք է ասել, ո՞տ պետք է ասել չէ, ես քո իշխանությունը չեմ ճանաչում, մագի կանոնադրություն պետք է խախտել։ Լռություն լինի։ Ինչ լինի։ Լռություն, բաց թողնված։ Լռությունի սիմֆոնիա լռության մասին։ Ո՞նց բառերը բաց։ Հենց այդպես գրած չեն։ Ակնհայտ է մի բան այլ է զիջումներ։ Խոչընդոտ անցում վերջեք է, ճպ, վերջեք է։ Ասեմ արել եք։ Ո՞նց է դա դեռ հայտնվել։ Ասում եմ։ Այսինքն ձեր կարծիքով այդ տեքստը կներեք։ Կարծում եմ գոռալով է։ Մի աղջիկ չեմ գոռում, բարձր եմ։ Երկուսն էլ գոռում եք, բայց լսենք նաև։ Ո՞նց են ընդհանրապես միջազգային բանակցությունները։ Դու կարող եք հարց ձևակերպել, թող պարոն Խաչատրյան։ Ուրեմն միջազգային բոլոր բանակցությունները ձախողած մարդի մա բանակցությունների դաս է տալը։ Շարունակեք։ Ոնց է լինում բանակցությունը այն էլ այդ մակարդակի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ակնհայտորեն հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղությամբ եւ ուզում է ներդրում ունենա։ Եվ տեսնում է որ կա կոնֆլիկտ։ Գալիս է կոնֆլիկտային կողմերից երկուսին։ Ասում է դուք ինչ խնդիր ունեք։ Ասեք այդ խնդիրները հասցեագրենք։ Ասում ենք, մենք խնդիր ունենք, որ այս պետությունը չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջանցքա ուզում, ասում է հայ երես չպետք է տեսնեմ, էսա, հսկողություն չպետք է լինի, տարբերություն չպետք է լինի, ոնց էր ասում, Բաքվից գնաց Մինգեչհաուր, թե Բաքվից գնաց Նախիջևան, ասում ենք ինչը խախտում է մեր պետության իրավազորությունը, ասում է շատ լավ գրի առնում։ Գնում է նրան է դիմում, ասում է անգերներ, դուք ինչ խնդիր ունեք այս պետության հետ։ Ասում է ես ուզում եմ անխոչնդոտ անցում, որ գնամ չխոչնդոտեն։ Քննարկում են, դնում, վերցնում են, թե դա իրանք ոնց են հասկանում։ Մենք էլ ասում ենք, մենք պատրաստ ենք տալ այդ անխոչնդոտ ճանապարհը, բայց մեր համար նույն պայմաններով։ Այդ երկուսը իրար վրա գրում են, այդ երկու տեքստը դառնում է պայմանագիր։ Ունեք հարց, եթե հարց ունեք, կարող եք ես պատասխանեմ հետո բան։ Ուրեմն Ադրբեջանը անդամակցելով Միացյալ Ազգերի կազմակերպությանը, Եվրոպայի խորհրդին, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, ստորագրելով Ալմատայի հրաշագիրը 50-ի դաշնակցի ժամանակ դա Հայաստանի արևմտյան սահմաններին էր վերաբերում, միցիստուր որոշի բան չգիտես։ Չէ, դա հեգնանքը ուրիշ բանի մասին։ Այո, հեգնանքը ցույց տվեց, որ ազգերի լիգային, բաների ազգերի լիգային։ Ցույց տվեց հեգնանքը, որ ոչ մի բան չգիտես, ամոթա լավ կնի չխոսաս։ Չէ, Ադրբեջանը ճանաչել էր արդեն։ Ավելին ասեմ, 22 թվականին Պրագա, եւ 23 թվականին Գրանադայում էլ ճանաչել։ Ինչքան կարելի է ճանաչի, ճանաչել է, բայց փաստն ո՞ւմ է փաստ։ Հայաստանը, որ ասում է պետքա զիջես Ադրբեջանին, արել է 3 հատ կոնկրետ զիջում։ Ոչ մի բան փոխարինը չի ստացել։ Ադրբեջանը խոսում էր, ես չի խանգարում։ Երրորդը ո՞րն էր։ 907 Մինսկի խումբը եւ անխոչնդոտ անցումը։ Ադրբեջանը այսօր Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք 26 թվականի առաջի կեսին սկսելու ենք նախագծել TRIP-ը, 26 երկրորդ կեսին սկսելու ենք շինարարությունը, բայց սադարակ երասխը, որը մեծ հնարավորություն է տալիս առնվազն Հայաստան անխոչնդոտ անցում ապահովել, դրա մասին դեռ խոսք չկա։ Խախտվել է ժամանակությունը։ Հայաստանը սահմանազատման process-ում Ադրբեջանին հանձնել է տարածք։ Ադրբեջանը ոչ մի միլիմետր մեզ դեռ չի հանձնել։ Սա այդ ամենը ծորենի հարցը, ուրեմն մասնավոր ընկերությունն բերելա ծորեն, քանի տոննա բերել դա էլ մենք չգիտենք։ Այնքան որ մենք մի տոննա կամ 1000, այդ չի ական։ Հասկացա, ճիշտ ես ասում։ Դեռ վեսին որթերին մաքսանենք ադրբեջանական չայել էին Հայաստան բերում։ Ամեն մաքսանենք մենք էս հարց 3 այսքան ի նկատեմ ճանապարհը կար էլի։ Այսքան էս 3-4 էական զիջումների դիմաց պարոն Եղոյանը հպարտանում է մի բուր 4-րդ կարգի ծորենով։ Հիմա պարոն Եղոյան հարցը տուր ինձ, ես պատասխանեմ, ես իմ հարցը տամ։ Պարոն Խաչատրյան, ծորենով չենք հպարտանում, այլ ասում ենք, որ ճանապարհը բացվել է։ Ինչ ճանապարհը ոնց է բացվել Հայաստանի հետ սահմանը փագա։ Լսեք, ինչ տարբերություն ոնց է գալիս դա։ Այսինքն դուք այլևս պահանջ Հիմա եթե չկա երկաթգիծ, Ադրբեջանը սահմանը բացի։ Հա դե նա Թիֆլիսով ճամփա։ Լսեք, եթե չկա երկաթգիծ, բաց բան է, սա ապսոլյուտ բան է։ Լսեք, ավելի ուղիղ ասեմ, քանդել այդ ճամփեն թրիփն է չկա։ Ծախել եք, ոնց ասեմ։ Թրիփն է չկա։ Դուք։ Ես
Հա, հենց դուք մեկը երբ որ կոալիցիայի մեջ եք, անձամբ ես Արման դատարան են գնալու է թե չափերը քաղաքական չէ, մի դեպ դատարան են գնալու է թե լեզվի չհետևես։ Չէ, հեսա կասեմ, քաղաքական պատասխանատվությունն է։ 2004 թվականին կոալիցիայի մեջ եք եղել։ Այո։ Կոալիցիայի մեջ եք եղել, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է եղել։ Սերժ Սարգսյանն է եղել, տեղակալը Խաչատուրովն է եղել է բանակը, պայմանագիրը կնքել 32 կիլոմետր երկաթգիծը քանդել է, ծախել է ԶՊՄԿ-ին։ Եվ ինչ է ստացել։ Փողով ինչ է գնել։ Այդ փողը ինչ որ զենք է գնել։ մի դեպ 300 միլիոն դրամի մասին։ Որի տարբերություն, միլիոն դրամ։ Զենք է եղել, ասում զենքա չէ, որի տարբերություն ձեր առած Սու-30-ների կրակել է պատերազմի ժամանակ։ Ձեր Սու-30-ը Նիկոլ Փաշինյանի համար սելֆի։ Այսինքն Հայաստանում այդեն ուրիշ տեղ չկար փողի։ Սովեր աղքատություն էր։ Ի տարբերություն Այն որ երկնիշ տնտեսական աճ էին ունենում, փողը, չէ, բա մի րոպե, բա ասում եք գնամ ենք դատարան, գնանք դատարան։ Ի տարբերություն դու քաղաքական պատասխանատվություն եք կրում այդ երկաթգիծը քանդել ծախելու համար, հիմա եկել ի վրա, մունեթ է գալիս։ Եմ ասում, այն երկաթգիծն չկա, բայց իդան կառուցելու մասին չգիտեսի խոսում են։ Որը Ղազախի ավտոճանապարհը կա, թող այդ բացեն։ Դե բացեն։ Քննարկեք հիմա, ասում եմ թողեք, լսեք, այդ ձեզ չեք խոսում, այդպես չի լի խոսա։ Վախ մեկ Ադրբեջանի։ Վախելու հարցը չի։ Վախելու հարցը։ Որովհետև ինչ ասում եք կլարի իրավիճակը։ Վախելու հարցը։ Մարդուն ասել եք, լսեք, դուք նորմալ եք ընդհանրապես մտածում։ Դուք նորմալ եք մտածում։ Լավ, թողեն եք ուզում։ Դուք վախում եք, ինչ ասում եք չեք լսեք, մի հատ։ Մարդուն ասում եք թողեն եք ուզում բերենք, բերեք, ասում եմ բեր։ Երկաթ գծով է, բերեք, բեր։ Ասում Բայց սահմանը չբացել։ Դեն բացի։ Բայց սահմանը բացել չեղավ։ Ինչ եթե չբացեց, ոչ իմ չբացեն։ Սահմանը բացել չի բացել, մնալու է շրջափակման մեջ։ Աշխարհում լիքը լավ բան կա։ Ասում եմ փողը տվեցի տաքսին չնստեցի։ Մտածել եք։ Դու մենակ զիջել եք։ Ասում եմ վախում եք։ Ասում եք այս հարցը բարձրացնենք, ասում Ադրբեջանը կլարվի։ Էմոցիաները բարձրացնենք։ Լավելու հարցը չի։ Մենք ենք ուզում, որ այդ ճամփեն բացվի։ Մենք գնացել մարդուն ասում ենք, կաս այս ճամփա, երկաթ գծի։ Հասկան դուք սադարակ երասխը չեք ուզում։ Լսի հիմա է, արա դուք սադարակ երասխի չարծխի չեք բացել։ Լսեք հիմա է այդ ինչը։ Հիմա է ցորենը գնված։ Հիմա պետք է գա, հասկանում եք։ Դուք նենցել եք բերում։ Իսկ սադարակ երասխը փագո առնվազն մի տարի փագա լինելու։ Բան չի լինի։ Մարդը ներձեռնը դու։ Լավ։ Ո՞վ ասես, գնել հաշվել եք։ Այն մարդ մասնավորն ասում է ինձ։ Մասնավոր քաղաքական պատվերներ էլա կատարում։ Լսեք, դա մեր ինչ գործն է։ Յո, քաղաքական պատվերը տատասայի չասում։ Մասնավորի բերել։ Ասում եմ ինչ գործն է։ Մարդը դիմել է։ Ուրիշ հպարտանալու բան չունեն, մի բուր 4-րդ կարգի ցորեն։ Այդքան զիջեցիք ցորենով են հպարտանում։ Մի բուր 4-րդ կարգի ցորեն։ Հեսա ես մնաք ասի հատուկ պատվիրել եք, որ բերի, որ հատուկ շոու անեք։ Մի բուր 4-րդ կարգի ցորենով եք, մենք շատ բան ենք ֆայմում։ Դուք ֆայմ եք մի բան դուք անեք։ Բայց լավ կոնսպիրոլոգիա չէ կարելի։ Որ մասնավոր կարայա։ Էս տվին ցորեն են բերել։ Եկեք ես բանը թրիկ են բերելու։ Եկեք զարգացնենք այս թեման, որ մենք պատվիրել ենք, որ տնտեսապես ոչ ձեռնտու բան բերի։ Արի թրիկի մասին չէ, թրիկը հատուկ եմ ասել։ Այդպես դուք կենտրոնանաք թրիկի վրա, ես կենտրոնանամ ոսկի վրա։ Ես կասեմ ոսկի, այն ոսկին, որով տնտեսական աճ նկարեցիք, հա։ Չէ, այն ոսկին, որը ծախեցիք։ Ինչ է ծախեցիք, որը սուտ տնտեսական աճ բերեց, հա։ Այն ոսկին, որը ուրեմն ես ձեզ ասեմ, ես ոսկուց էլ մենք հիմա կխոսանք փաստերով, քանի մի րոպե այդ բանկի ոսկին հիշում ենք, ոնց դուք եք թե դուք չեք։ Եթե ձեր կոալիցիայի մեջ եղած ժամանակ որ ոսկին ծախեց, մեզ պահեսները, ոսկու պահեսները կոալիցիայի մեջ էիք, այդ ժամանակ թիվը կարող է խառնեմ։ Ես չեմ խառնում։ Հա, այդ ժամանակ, հա, մենակ երկաթ գծի վախտեիք, շատ լավ, այն որ ծախին գնաց, այն որ հիմա ոսկու գինը հելել է ես իմուր, այն որ ասում է դա տնտեսապես բան չի, ու պարոն Խաչատրյանի քննադատական հոդվածը եթե կա այդ թվերի, ես հաճույքով կկարդամ, բայց ոսկու ծախելուն ես ռուսական ոսկու գալ գնա, Ռոբերտ ջան, նայ, ուրեմն ներվերներս քանդեցին 2 տարի այդ ռուսական ոսկու, հա, ահռելի թիվ էր իրականում, տնտեսական ասեղա, ուրեմն 23.6 անգամ, 23.6 անգամ ոսկերչական արտադրություն 22 ոսկերչական արտադրություն սուտ կերտ ստի իշխանություն 23-24 անգամ ոսկերչական արտադրություն թողեք գամ չէ մի արի որովհետև սուտ է ասել տնտեսական աճ է թողեք թվերը ի՞նչ եմ սուտ ասելու 24 անգամ ոսկու այն մարդ վիճ որ թողեք 23-6 անգամ դինավորի որ գործան պարոն Խաչատրյան թույլ տանք ավարտել հիմա այս տարի դա կտրվել է էլ չկա այն որ մորթած էին պահում դա էլ չկա 50%-ով
5.5%։ Ոչ, այսքան կուսական խատեսում, շարունակից նորեմ նայել 5.5-ը, այսինքն ոսկու շրջանառությունը մի րոպե էլի, երկու վանը ոսկունը 2 անգամ չի կրճատվել, ոսկունը 4 անգամ է կրճատվել, այսինքն մեր առյուծի բաժինը Ռուսաստանից գալիս է, վերամշակում էին թեթև, ուղարկում էին, հա, թեթև, յարլիկն էին փոխում, շարունակի ուղարկում էին, լսեք, դա էլի Ալբերտ, ինչ գործն է դա։ Մասնավորը բերում տան դա ձեր ինչ գործն է։ Կարող է Ֆաբերժե սարքի, կարող է ցեպսա, դա ձեր ինչ գործն է, բայց իմաստը բա ծորենը քո ինչ գործն է։ Ոսկու մասին էր խոսում, ասում դա քո ինչ գործն է։ Ճանապարհն է իմ գործը։ Ճանապարհն է իմ գործը, դա իմ գործն է։ Հիմա մի րոպե, 2 անգամ, 4.3 անգամ ոսկու թանկարժեք մետաղ այդ տողով է գնում թանկարժեք քարը եւ մետաղն է դրանից պատրաստված 4.3 անգամ կրճատվել է չի տապատկերում որ ես մի տարի առաջվա մասին եմ խոսում ես ոսկերչական արտադրանքի Լավ եկեք բայց մեր թեմայի վերադառնանք 4.3 անգամ ամբողջը 4-ը չի հասկանում մի հատ կլսեք իս 4.3 անգամ ամբողջ ոսկի եւ թանկարժեք մետաղներ եւ դրանից պատրաստված զարդեր կրճատվել է 4.3 անգամ, բայց տնտեսությունը 4.3 անգամ չի կրճատվել, եւ չէր կարող կրճատվել։ Յուրդը տնտեսական աճի տեմպն էլ 4.3 անգամ չի իջել, այսինքն այնպես չի, որ մենք աճում էինք, հիմա 4.3 անգամ արագացումը։ Այսինքն տնտեսական մեր աճը, մեր կանխատեսելիության մեջ է մնում սովորական զարգացող երկրի տնտեսական աճը Ոչ շատ բան չի փոխվել։ Այս տնտեսության հերնանից է, արի մի րոպե ինչի, որովհետև այդ ոսկու գալ գնալու մեջ, ախե դրա բանը, մի քանի հոգի միլիարդներ էին։ Դրա շահույթը, էլի ասում եմ միլիարդ, ասես փորձանք չի լինի, այնվերջ մարդը բերում տանում է դու նախ դրա շահույթը, գիտեք, ոսկու մեջ, թանկարժեք մետաղի մեջ շատ քիչ է, կալնի 0.5%, 2%։ Այսինքն շրջանառությունը իր մեծ է ցույց տալիս։ Կարծեմ մի 8 միլիարդի, մի պահ հասել է 8 միլիարդի, բայց լավ է, թե դու դոլարի ես գնում, գնա։ Հա, հասել է, բայց շահույթը դրանից 8 միլիարդից ինչքան է 1%-ը ինչ շահույթը ոնց բաշխվեց։ Ազգային արժեքի վերաբաշխման գործառույթը ոնց ասում, մարդը ստանում է շահույթ, ինչ տարբերություն ոսկուց, Սիրելի բարեկամներ, սկսենք ապոփել հետևյալ հարցով։ Շահույթը հարկը վճարումից է խոսում, որ ոչ մի չի ասում։ Պետությունը ի՞նչ է նշանակում շահույթը ոնց բաշխվեց, հələ ասեք։ Շահույթը հարկը վճարեց մարդը։ Լսից թող խոսում, բարի սովորացնեմ, լավ։ Տնտեսական աճը եղավ, չէ՞։ Տնտեսական աճի բաշխման վրա դա ինչ ազդեցություն ունեցավ։ Պետության տնտեսական արդյունքի վրա ինչ ազդեցություն ունեցավ հավելյալ տնտեսական աճը պայմանավորված ոսկու ներմուծումով եւ արտահանումով այդ բյուջեի եկամուտները ավելի իսկ դա ինչպես իր գործառույթը վերաբաշխման ոնց ազդեց Պետությունը ավելի շատ փող ունի իր տրամադրության ես վերաբաշխման գործառույթի մասին եմ խոսում կարող է չվերաբաշխել կարող է շարունակի ընթացիկ ծախսերն անի ձեր ինչ գործն է դա լավ եկեք ապոփիչ մի մանկապարտեզ ավել սա Արի Եղոյան մի վարքյան մեծ ոնց վերաբաշխել եկեք նկատեք պետքա ինչ պետքա տեղի ունենա պետությունը գիտես իր հարկաբյուջետային քաղաքականությունով ազգային արժեքի վերաբաշխման գործառույթ է իրականացնում հա հասկացա դե հիմա ես որ հասկացել հարց եմ տալի դա ինչպես ազդեց վերաբաշխման գործառույթի իրականացման ես չգիտեմ բայական Չես խոսում։ Ես գիտեմ որ փողը եկել է ինչ է որ հարկա է, որտեղ դա վերաբերելի չի։ Վերաբերելի չի, այդ հարգելի բարեկամներ, սկսում ենք ապոփել։ Փողը եկել է, բյուջե շահույթի փողն էլ գնացել է։ Սկսում ենք ապոփել, սկսում ենք ապոփել։ 23.6 դու խոսում ես ոսկու մտցնել հանել, ես խոսում եմ 23.6 անգամ ոսկերչական արտադրանքի աճի մասին։ Ոսկերչական արտադրանք Պարոն Խաչատրյան, սա մեր թեմայի հետ կապ չունի։ Ստանոկով հելնում դառնում է ցեպ, դա լնում է ոսկերչական արտադրանք։ Լավ, այս մեր թեմայի հետ կապ չունի։ Տարբեր ժամանակներ 23.6 անգամ Մի վարքյան, մի վարքյան։ 24 անգամ։ Մի վարքյան, պարոն Խաչատրյան, մի վարքյան։ Մի կիլո է։ Պարոն Եղոյան, մի վարքյան։ Դե ոսկինի չպտիրնի որ 24 կիլո 24 անգամ ավել անի։ Պարոն Խաչատրյան, եթե մի վարքյան ամփոփում եք։ Թեթևակի չի եղել ոսկերչական ապրանքը թեթևակիով չի լինում։ Ամփոփում ենք մի վարքյան, մեր գլխավոր թեմայով արդեն ոսկուց ամեն ինչից։ Ուզում եք ասեք լոմը բերել, լոմը տարել ենք, բայց ասել ենք թե 24 անգամ աճ է։ 24 եթե դու բերես։ Ամեն դեպքում դրանից ձերն հին փաստարկի մեջ բան չի փոխվում։ Նույնիսկ եթե լոմն եկել լոմը գնացել է։ Դա տալի որ խոսում ես մի բանից որ գաղափար։ Հարգելի գործընկերներ, հիմա ամփոփում ենք։ Տալիս որ մենք ոսկու ասեղի վրա նստած չէինք։ Դա ընդհանրապես հավելյալ քո պոտենցիալից ավել աճը։ Հավել է եղել, եկավ ամփոփիչ հարցին։ 5.2%։ Սիրելի գործընկերներ, ես ձեզ չեմ ընդատել, որ դուք բանավիճեք ինչքան ուզում եք։ Հիմա, քանի որ պարոն Եղոյանը սկսեց, այնպես անենք, որ պարոն Խաչատրյանը ավարտի։ Պարոն Եղոյան, գալիս է ոսկին, ասում էլ վատ է։ Էլ չի գալի, ասում Ես ասում եմ այդ ոսկին, որը գալիս է, իր տնտեսական արդյունքը, ազդեցությունը երկարաժամկետ
ինչպես նաև վերաբաշխման գործառույթը 0% ա եղել։ Մի Հասկացա, քանի հոգի մի փող են աշխատել բրծել։ Իհարկե, որտեվ իրա բանը մարգինալ Մեր այսօրվա գլխավոր թեման տիրապետում եք թվերին։ Թվերով ես challenge եմ անում, դրեք ասեք, ինչքան challenge։ Իդ ինչա։ Մարտահրավեր են հետում ձեզ։ Ձեռնոց են հետում։ Նետի մասից բացատրեմ այդ ամենը։ Բանա, մի րոպե, հիմա հաղորդումից հետո մի հատ հրապարակեք, թե դրանից այդ որն անցյալ տարվա բյուջետային ուղղացել եւ ինչ վատ բան կա տեղ։ Ես չեմ ասում, որ ես քեզ ուրիշ բան եմ ասում։ Այսինքն հիմա այդ ոսկու տեղը ցորեն ալներ, բերեին հաց տխեին եւ ծախեին։ Կամ լիներ օրինակ, չգիտեմ, ասենք ցեմենտ։ Ցեմենտը բերում ես տնտեսության մեջ ես ներդնում, հավելյալ արժեք ես ստեղծում։ Բերել անելով որն է, որ եթե ձեր ասածը որն է, որ պետությունը դա ներկրել, հա? Մասնավոր մարդն ասում է պետությունը, ես ասում եմ, ասածը որն է։ Ես ասեմ, որ ասում եք մի քանի հոգի հարստացել է, հա, աշխարհում, այ գորգորալն է, իրանց։ Մի վարքյան, մենք սկսում ենք ամփոփել, պարոն Եղոյան, ձեզնից ենք սկսում մի րոպե։ Այո, որտեղ ցորեն։ Մեր բանավեճի գլխավոր հարցը խաղաղության քաղաքականությունն է եւ պարոն Եղոյան, իմ հարցը հետեւյալն է, ամփոփելով որպես Որն է խաղաղության ձեր բանաձևը որպես կառավարող ուժ։ Ինչ եք անում դուք, պարոն Խաչատրյան, նույն հարցը տալու եմ ձեզ որպես ամփոփիչ, խնդրեմ։ Ես կարող եմ նկարագրել մեկ բառով՝ լեգիտիմություն։ Վերջ։ Խաղաղության մեր բանաձևը լեգիտիմությունն է եւ փորձն էլ անցած տարիների ցույց է տվել, որ ընդհանրապես աշխարհում, երբ դու խոսում ես լեգիտիմության լեզվով, այո, կարող է ինչ որտեղ այնպես չէ որ 100%-ով մարդիկ կընդունեն քո ասածը, բայց հավանականությունը, որ քո ասածը կանցնի, կընդունվի, անգամներով ավելի մեծ է, երբ դու ուղղակի ինչ բառ ասեմ, մեծ փրթում ես։ Գնանք աճ, գնանք ձախ, 29743-ը մեզ քիչ է, մի հատ ոտներս դնեմ այն սարի գլխին, այն մի կայսրությունը կբարձանա արշակ երկրորդի նման ոտս դնեմ այն մի սարի գլխին բյուզանձան կհելնի այդ մեծ փրթոցը նույնիսկ խոշոր պետությունները այսօր չեն կարողանում մեծ փրթել շատ իրանց լավ չափում ձևում են լեգիտիմություն մենք ունենք մեր պետության տարածքը որը ճանաչված է ամբողջ աշխարհի կողմից այդ տարածքի ներսից այդ տարածքից դուրս մենք հավակնություններ չունենք։ Իսկ այդ տարածքի ներսում մեր իրավազորությունը իրականացնում ենք 100%-ով, կլինի ռոբոտով, կլինի անհատ քաղաքացիով, կլինի լազերային լույսով, կլինի սկանով։ Այդ արդեն գիտությունը, տեխնիկան, աշխարհը ոնց զարգանա, մնացել եթե հետևից հասնենք մենք։ Խաղաղություն, պարոն Եղոյան, կլինի։ Նկատեք համաձայնագրի ստորագրություն, ես կարծում եմ, որ կլինի, այո։ Ես կարծում եմ կլինի, բայց դրա համար պետք է համբերատարություն, պետք է աշխատանք, եթե մենք, գիտեք, եթե ոչինչ չանես, ոչ մի բան էլ չի լինի։ Պիտի անես, քայլ անես այդ ուղղությամբ, որ լինի։ Եթե չես անում, հաստատ չի ստացվի։ Եթե անում ես, այո, կարող ես հաջողել, կարող ես եւ չհաջողել։ Մա պարոն Խաչատրյան, ասում եմ, մեկը չէ, դե ցորենա, ինչ եք բերում։ Մեկը 4-րդ կարգի ցորենա։ Հիմա որ վաղը, դենց սպասում եմ, վաղը մի հատ ուրիշ բան, որ ասենք վաղը ավելի մի հատ մոնպաս կոնֆետ բերեք, մոնպաս կոնֆետ պարտացեք, այ էս մոնպասով։ Այ, չէ, բան մեջ ոնց է, կարամել, որի մեջ լցված է պովիդլա, օրինակի համար, այդ հները կհիշեն այդ ինչա, ու կմտածենք, թե ոնց է պովիդլան լցվում կարամելային պովիդլոյա, բայց լավ։ Մի վարքան ավարտեցիք դուք, պարոն Եղոյան, խաղաղության ձեր բանաձևը ավարտեցիք։ Այդ մեջբերումը իմը չէր, պարոն Խաչատրյան։ Որ պարոն Խաչատրյանն էր։ Այդ իմ խոսքերը չէ։ Պարոն Եղոյան, ավարտեցիք։ Հումորս չի գնահատում։ Հումորս ինստիտուցիոնալ հիշողություն է։ Այդ ես եմ ասում, եթե ավարտեցիք, լսեք պարոն Խաչատրյան։ Ոնց են լցնում։ Ասել եք, ընդհանրին ասել եք։ Պարոն Խաչատրյան, քանի որ պարոն Եղոյանը, հա, պարոն Եղոյանը ավարտեց, խաղաղության ձեր բանաձևը ո՞րն է։ Հիմա քանի որ պարոն Եղոյանը ավարտեց, պարոն Եղոյանի ասած ինչ ասում, մեր տարածքի ներսում մենք իրականացնում ենք մեր գործառույթները 100%։ Հավանաբար ջերմուկի օկուպացված տարածքներում իրանք իրենց գործառույթները 100%-ով իրականացնում են։ Խաղաղությունը կարող է լինել երկարաժամկետ, կայուն, եթե կողմերի կենսական շահերը հարգում է եւ հիմնված է արդարության վրա, որի սահմանումը գոնե ըստ իս կենսական շահերի հարգումն է։
Այսօրվա դրությամբ Հայաստանի իշխանությունները գնում են Ադրբեջանի պարտադրած ցանկացած զիջման, որովհետև ասում եմ, եթե ես ասեմ չէ սան համաձայն չեմ, սան են համաձայն, ինքը պետք է ասի, բա այլ բանակցություններ չի լինի։ Այս 3-4 տարվա ընթացքում սկսած Ադրբեջանի պահանջներից, Ադրբեջանի Միլի Մեջլիսին պատասխան հայտարարություն, Եվրանեստի քվեարկությունը ասում են սանով դուք էսկալացնում եք։ Սանով դուք սրում եք իրավիճակ, այսինքն եթե դու քո ազգային, եթե դու ազգային, ես չէի խանգարում, եթե դուք ազգային, ես չէի խանգարում, ես չէի խանգարում, եթե դու կեղծ մեջբերում չի, ճիշտ մեջբերում, եթե դու քո ազգային շահերը չես պաշտպանում, ինչ խաղաղության մասին է խոսքը, դա միակողմանի զիջում է։ Լեգիտիմության մասին, Ադրբեջանը այո, թղթերով ասում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչում եմ, ինքը ինչա չգիտի, որ Ջերմուկը Հայաստանի տարածք է։ Ջերմուկը Հայաստանի տարածք է, չէ՞։ Այստեղ սահմանազատման խնդիր չկա, սահմանը այս բաժակի այս կողմով անցնի, թե այս կողմով անցնի։ Իրանք օկուպացել են եւ պարտադրում են։ Մյուս խնդիրը Ստեղ ես իհարկե պարոն Եղվանին հետ համաձայն եմ, շնորհակալ եմ, մենք ունենք ոչ թե խաղաղություն, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, այլ ունենք չպատերազմի էտապ, որովհետև ասում ես, չէ, չպատերազմ, նույնիսկ պատերազմի ժամանակ լինում են չպատերազմի էտապներ։ Ես ասում եմ, հիմա մենք պատերազմի ժամանակ կա կոնֆլիկտ համակարգ եւ կա խաղաղություն համակարգ։ Եվ մենք հիմա այս համակարգը երկուսի ժամանակ այն մյուսի էլեմենտներից էլ կարող եք դուք անջատի կնոպկեն սխմի։ Մենք ունենք պատերազմի ժամանակ։ Հեսա թեթերներում են անջատի պատերազմ։ Բայց դուք հարց եք տալիս, ինքը պատասխանում է։ Ինչ էլի հարցում ամփոփիչ։ Աշխատեք, այս ամփոփիչն է։ Խոսքից մեջբերում անում, էլ կոդքից մեջբերում անում։ Լավ, բարի եղան, հասկացանք, լսենք պարոն Խաչատրյան։ Մենք ունենք պատերազմի վիճակում չպատերազմի էտապ, որովհետև երբ թշնամին քո տարածքում է, քո սահմանները։ Մի րոպե, հələ մի րոպե, էլի։ Շատ լավ։ Բայց պարոն Խաչատրյանի խոսքի հատվածը Պարոն եղան, ավարտինո, չէ, ոչ, Ոտեք բռնեցի։ Ենթադրեք տենցա։ Մի րոպե։ Ես չեմ գնա դրսի դրան են կողմ կենթալի, դու ես խոսում։ Բայց ենթադրեք թե խոսքի ժամանակներ։ Մի խանգարում չոք չարը։ Բայց մեծ հարց, էլի ասա ենթադրենք թե տենցա։ Կարող է հարց տալ ձեզ։ Հələ մի րոպե։ Ինչ է, ով չէ, ես իմ ամփոփիչ խոսքն ասում եմ, որովհետև դու բաց թողեցիր քեզ տված ոսկե շանս։ Խնդիրը հետևյալն է, իրանք ասում են մենք ունենք այլևս խաղաղություն։ Դե հիմա հետարքիր է ինձ։ Իսկ եթե ադրբեջանցիները դուրս չգան ջերմուկից սպառնելով խաղաղությանը, ձեր համար այս չպատերազմական իրավիճակում չպատերազմի էտապն է կարևոր լինելու, թե մեր տարածքային ամբողջականության վերականգնումը։ Հարց տվեց ձեզ պարոն Խաչատրյանը։ Դու իմ հարցին պատասխանի ոչ թե ինչ որ բռնել էիր։ Բայց լավ է, չէ՞ բռնել։ Լավ, ես չգիտեմ ինչ էի բռնել, դու բռնող ես։ Ասում եմ բանը։ Ես չգիտեմ ինչ է։ Խաղաղություն չի, չպատերազմը, բայց էլի լավ, ենթադրենք մտնենք այդ համաբանության մեջ, էլի մենք հարցի չի պատասխանում։ Իսկ վատա չպատերազմը։ Վատա չպատերազմը։ Ենթադրենք լավը խաղաղությունն է, ոչ թե չպատերազմը։ Դուք իմ հարցից պատասխան։ Հա, բայց դեպի խաղաղություն ճանապարհը եթե ասում եք արդյոք ռազմական ճանապարհով վերականգնելու։ Ես ասում եմ վերականգնելու եք ուղիղ ասում եք, թե մտածում եք վախենալու եմ դա, կամ ձեր այդ բանից, ասենք, համակիրների բանից, ոչ չենք անելու։ Ուրեմն խաղաղություն չի, ուրեմն չպատերազմ։ Ուրեմն սահմանազատումով այդ հարցը լուծվելու է։ Իսկ եթե չհամաձայնվեն, հարցը ստե է։ Արդեն համաձայնվեն։ Ինչի՞ն, բա ինչի՞ չեն անում։ Տարի ու կեսը պարապսարական դեպի ստացվեն։ Աշխատանք է, որը տևում է ժամանակ է տևում։ 10 կիլոմետր Իրանցի հատվածում տևել է ամիսը կես։ Ամիսներ։ Ամիսը կես։ Հիմա տարի ու կեսը պարապսարապ նստած են, դե անեիք։ Անեիք, տարի ու կեսը պարապսարապ են, անեիք։ Մի միլիմետր սահմանազատ է։ Ասում եմ վաղը մի միլիմետր արել եք, ինչ եմ խոսալու։ Այսօր չեք կարի, ասեմ չեք կարի։ Ցորենը գովացիք, չէ՞։ Չէ, ցորենը չեմ գովաց, ասեմ մի բուր 4-րդ կարգից։ Մի բուր 4-րդ կարգից։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ում կազմակերպել ենք բանավեճ, որին մասնակցում են Արման Եղոյանը, քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր եւ Արթուր Խաչատրյանը, Հայաստան խմբակցության падգամավոր։ Մեր թեման խաղաղության թե պատերազմի է բերում Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Շնորհակալություն Ֆակտոր TV գալու համար, շնորհակալություն նաև ձեզ հետևելու համար, հաջողություն։